Մենք խոր ընդվզումով և ցավով հետևեցանք անցյալ շաբաթ Երևանի մեջ պատահած դխուր դեպքերում։ Նկատի ունենալով, որ այդ դեպքերն հետո սա մեր առաջին պատյանն է ուղղված մեր ժողովրդին, ինչպես նաև նկատի ունենալով, որ արփանյակային սփռումով մեր ժողովրդի զավակները սփյուռ զաշարին սաբահուն կհետևին մեր խոսքին, պիտի ուզեի կարգմը մտահոգություններ հաշտել ձեզի հետ, ինչպես նաև հիշեցումներ կատարել։ Ամեն բանի առաջ կուզեմ կարևորությամբ շեշտել, թե Հայաստանը, Արցախը և ընդհանրապես հայությունը հուսով տագնապեցնող հարցերում ու մարտահրավերներում նկատմամբ սփյուռքը չի կրնալ սոսկ լսողի, թիդողի և կամ հետևողի գրավորական վիճակի մեջ լալ, ոչ սփյուռքը ըսելիք և ընելիք ունի։ Իր անկախության 25 ամյակին սերին Հայաստանը կդիմադրե լուրջ մարտահրավերներ, պետք է լարարթուն, խոհեմ և հերադես, հետևաբար զգույշ մեր դժվարությունները անցած նկատելու, մեր դժվարությունները ու տագնապները բացակույն կերպով ներկայացնելու մակերեսային, խաբուսիկ ու վտանգալից մոտեցումները զգույշ և այսօր Հայաստանեն ներս փտտածությունը կդառնա բնական երևույթ և ժողովրդային ընդվզումի ալիքները շարունակվի և արտագաղթը նույն թափով շարունակվի Հայաստանի պետության հիմերը կրնան խախտել զգույշ և մեր ժողովրդի միասնականությունը, որ առանցքն է ու հիմքը Հայաստանին, Արցախին և հայության հզորության, կսկսի կամաց տկարանալ և տեսակ չալիքներով ու տագնապներով շրջապատվի մեր ժողովուրդը։ Նման տագնապներ ու կացություններ կրնան մեր ժողովուրդը ու Հայաստանը առաջնորդել աննախադեսելի և անհաղթահարելի տագնապներում։ Զգույշ եկած է պահը զգաստության, եկած է պահը ինքնակմնության, ինքնակմնական անգերց մոտեցումով, եկած է մանավանդ
Բժշկական յանքի մեջ կդառնա աղբյուր տեսակ չարիքներու։ Մենք իրավունք չունենք Հայաստանը անիշխանության, անորոշության, ալիքներու մեծ ծփացող երկրի վերածելու։ Հայաստանը պետություն է իր սահմանադրությամբ, իր օրենքներով ու կարգ ու կանոնով։ Իրավունք չունենք մեր ժողովրդին ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախին քծով երկթիմի ու լմրձում մոտեցումներ ունենալ, որոնք վերջին հաշվով կրնան խախտել Արցախի արինով կերտված անկախությունը։ Նայեցեք ձեր շրջապատին, ես կուզեմ, որ հայրենի մեր իշխանությունը գիտե իր շրջապատը։ Կովկասի մեջ միջին արևելքներս աշխարհաքաղաքական փոփոխություններ կկատարվին, շահերում որ ասավորում կկատարվի, որոնք զգույշ կրնան նպաստավոր չլալ Հայաստանին ու Արցախին համար։ Հետևաբար պետք է միշտ լալ արծում և մեր թիվանակիրության իբանանչել հարգին պետք է միախանել մեր ժողովրդի մարտունակ ոգին և ամուր վճռականությունը։ Այո, մեր ժողովուրդը վերքեր ու ցավեր ունի, պետք է անոնց ախտաջանաչումը ճիշտ և շուտ կատարենք։ Պետք է հեռու մնանք միայն ախտանշանները սրբակրելու խաբուսիկ մոտեցումեն։ Պետք է մեր ցավերուն թարման որոնել, պետք է մեր վերքերը բուժել, հավաք, հապար, միասնապար Հայաստան ու սպյութ։ Հետևաբար մենք սիրելի ժողովուրդ սաբահում գոչ կունենք մեր ժողովրդի բոլոր զավակներում հեռու մնալու ներքին փտածություն, հագասություն, բռնություն, փեղերացում հարաճացնող տեսակ գացությունները բացարձակորեն արտոնելի չէ, որ Երևանի փողոցներում, ճամփաներում վրա հայու արյուն թափի, հայու արյուն կրնաթափեն միայն ու միայն իվահանջելարգին Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության սրբազան ճանապարհի վրա։ Հեռու պետք է մնալ իշխանություն, ժողովուրդ, Հայաստան սպյութ, հայշանարար մտածելակերպեր է ու կորցելակերպեր է։ Մենք ասենք Հայաստանով, Ղարաբաղով և սպյութով մենք ամբողջություն ենք, մենք պատմություն ունեցող ենք ներկա ու մենք ապակա մեր ժողովրդի մեծությունը պետք է
հաղթի երբեք։ Հայաստան ու հայություն ամեն տանել։ Այս պետք է համա մեր կյանքի նշանապանը, մեր ամենօրյա դակնավը ու պայքարը։ Այս գիտակցությամբ միայն մենք կրնանք անկապընթել մեր ազգի միությունը և հսորացնել Հայաստանը իր Ղարաբաղով։